Այդ արտահայտությունը ի սկզբանե ոչ լեգիտիմ է, նույնիսկ երրորդ հանրապետություն արտահայտության հետ պատմաբանների մեծամասնությունը համաձայն չէ, կամ մեկ Հայաստանի Հանրապետություն, որը հռչակվել է 1918 թվականին, ապա խորհրդայնացվել է 2021 թվականներին եւ վերանկախացել 1991 թվականին։ Այդ հանրապետությունների թվագրումը, որը գալիս է ֆրանսիական հեղափոխությունից եւ նախ եւ առաջ նկատի է առնում հասարակարգի փոփոխություն եւ ոչ թե իշխանության, որևէ կերպ վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Չի կարող նույն անձը իր կառավարման նոր շրջանում հռչակել մյուս հանրապետությունը։ Այդ թվաբանությունը բացարձակ անիմաստ է։ Դուք պատկերացնում եք, ասենք օրինակ, ֆրանսիական արքաներից մեկը որոշեր, որ ֆրանսիական երկրորդ հանրապետությանը փոխարինում է հիմա երրորդ հանրապետությունը, բայց ինքը շարունակեր մնալ իշխանության։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում ընդունված հռչակագրից շատ ավելի բարձր իրավական եւ իրավաբանական ուժ ու նշանակություն ունեցող մեկ այլ հռչակագիր կա ընդունված 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Դա Հայաստանի անկախության հռչակագիրն է։ Եվ որքան էլ իրենք ասեն, թե կառավարող ուժի հռչակագիրը կենտրոնական կարևորագույն փաստաթուղթ է, 35 տարի առաջ մեր հանրապետության հիմնադիր հայրերը որոշել են 12 դրույթ սահմանելով այդ փաստաթղթում, իդեպ երկարատև քննարկումներով յուրաքանչյուր դրույթը առանձին քվեարկելով, թե ինչը պետք է ընկած լինի մեր պետության կենսագործունեության հիմքում։ Եվ այդ 12 դրույթներից յուրաքանչյուրը անփոփոխելի են, անժամանցելի են։